Ավագ հինգշաբթին ծիսական արարողություններով ամենահարուստ օրն է մեր եկեղեցու կյանքում։ Հավատացյալներն, ովքեր ապաշխարությամբ են անցել մեծ պահքի շրջանը, վաղ առավոտյան ժամը 7:30-ին են իրենց քայլերն ուղղում դեպի եկեղեցի։ Ժամերգության ավարտին ապաշխարողաց կարգ է կատարվում։ Սաղմոսներով և շարականներով հարուստ այս գեղեցիկ արարողության ժամանակ հավատացյալներին արձակում է շնորհվում, որպեսզի 40-օրյա պահեցողությունից հետո նրանք մոտենան Սուրբ Հաղորդությանը։ Արարողության ընթացքում ընթերցվում է Հովհան Ոսկեբերանի ճառը։ Բազում ողորմ է Աստված, այնքան ողորմած, որ չխնայեց անգամ միածնին, որպեսզի քավի անշնորհակալ ծառաների մեղքերը։ Այնպես որ մի ասա, այնքան մեծ մեղքեր եմ գործել, ինչպես կարող եմ փրկվել։ Դու չես կարող, քո Տերը կարող է, եւ այնպես կսրբի մեղքերդ, որ անգամ հետք էլ չի մնա։ Հովհան Ոսկեբերանի այս ճառը Տիրոջ սիրո, գթասրտության, զորության ու ներողամտության մասին է։ Ոսկեբերանի ճառը նաև միմյանց ներելու, սիրո մեջ ապրելու, հեզությամբ եւ խոնարհությամբ Աստծուն ընդունելու հորդոր է։ Ապաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է։ Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում Սուրբ Հաղորդության։ Կարգ ապաշխարողացն ավարտվում է Սուրբ Հովհան Ոսկեբերանի օրհնության և Սուրբ Բարսեղ Կեսարացու Սուրբ Հաղորդությունից առաջ աղոթքներով, որոնք յուրօրինակ հորդոր են ներկաներին զգուշությամբ մոտենալու հաղորդության խորհրդին։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։